Շնորհակալություն։ Բացու աշխատողների կողմից գեներացվող պահանջարկի մասին է ուզում հարցնել, արդյոք ունեցաք հնարավորություն դիտարկելու արդյոք սեզոնային աշխատողների, ռադիոյում աշխատող սեզոնային աշխատողների ներխոսքը Հայաստան ենթադրյալ, որը ենթադրվում էր նախկինում, տեղի է ունեցել եւ ինչ չափով եւ ինչ էֆեկտ կարող է ունենալ պահանջարկի վրա, նաև ակնկալում եք այդ մասին հաղորդագրության մեջ, նշելով որ այդ անորոշությունների մեջ այդ թվացալան համապատասխանության մեջ հագործազրկության պաշտոնական թվերի բարձրացում, բայց բացու աշխատողների թվերի աճ կարող է տեղ գտնել նաև այս գործոնը, եթե ճիշտ եմ հասկանում, ՌԴ սեզոնային աշխատողների ներհոսքը Հայաստան եւ արդյոք Արցախի մեր հայրենակիցների մուտքը աշխատաշուկա եւս դիտարկել եք այդ կոնտեքստում։ Վարձու աշխատողների հետ կապված լավ նորություն է նա, որ այս մեր այսօրվա հրապարակվող ներդիրներից մեկում հենց դրան ենք անդրադառնալու, այսինքն մանրամասն ինֆորմացիա տեղ կտանք վերջին հարցման վերաբերյալ, իհարկե վերջին հարցումը արել ենք հեռախոսային, այլ ոչ թե տետատետ ֆորմատով, բայց ամեն դեպքում տեղելի արժեքավոր ինֆորմացիա կա, ինֆորմացիայի մի կտորն էր, որ մարդկանց մոտ էական անորոշություն կա իրաց ապագա աշխատուժին ներգրավելու Ռուսաստանի Դաշնությունում օրինակ գնալու են աշխատեն, թե չեն գնալու աշխատեն, սրանից եթե 10 տարի առաջ կամ 7 տարի առաջ կամ 5 տարի առաջ հարցում է իրանում, իրանք փետրվար ամսին արդեն հստակ իմանում են, իրանք մեկնելու են արտագնա աշխատանքի, թե չէ, հիմա անորոշությունը բավականին մեծ է։ Որից ենթադրում եք, որ նրանք Հայաստանում կմնան։ Ենթադրում ենք, որ Հայաստանում կմնան ու կներգրավեն աշխատուժի շուկայում։ Երկրորդ կտորը, որին մենք անդրադարձել ենք, նաև այդ փոխանցման մեխանիզմների բանն էր։ Եթե ես ճիշտ եմ հիշում, մեր վերջին հարցումներով 80%-ը որպես կանոն լինում էր անկանխիկ, 20%-ը փողի փոխանցման լինում էր կանխիկի տեսքով, Ռուսաստանից վերջում որ գալիս էին իրենց հետ այդ վերջի բանը, ակորդը բերում էին, կտորը բերում էին կանխիկով։ Հիմա քանի որ ռուսական բանկերը սանկցիոն եւ այլն այդ խնդիրները փոխանցումները առաջացել է, կանխիկի տեսակարար քշերը մեծացել է։ Այսինքն մարդիկ փորձում են ճանապարհներ գտնել կանխիկով փոխանցել գումարները Հայաստան ու նվազել է նաև այն մարդկանց տեսակարար քշերը, ովքեր որ բարբերաբար մեկնել են արտագնա աշխատանքի։ Բարբերաբար ասելով ամեն տարի, ենթադրենք մենք ունեինք գյուղեր Հայաստանում կամ ռեգիոններ, մարզեր, որտեղ որ հիմնական զբաղմունքը տղամարդկանց մոտ բարբերաբար արտագնա աշխատանքի մեկնելն էր։ Հիմա մենք այդտեղ ունենք իրավիճակ, որ իրանք ներ են գրավում հայկական աշխատուժի շուկայում, նույն շինարարության ոլորտում։ Հորիզոնում եք այդ նվազումը տեսնում։ Այս վերջին հարցումը դրա մասին է վկայում, որ իրանք ենթադրենք անցած տարի չեն մեկնել ու այս տարի էլ հələ չգիտեն մեկնելու են թե չեն մեկնելու։ Անորոշությունները արցախցիների հետ կապված կխնդրեմ Հայկո օգնի, եթե մենք ինչ-որ ինֆորմացիա ունենք քանակի վերաբերյալ։ Չէ, վերջի դիտարկումները որ կան, այդ մասին խոսում էինք, իրականում ավելի շատ դա արդյոք գրանցված է ինչ կան, հա, վերջի տվյալներով դա մոտավորապես 20,000-ի կարգի, որը որ ըստ էության մոտ է նաև այն ցուցանիշին, ինչը մենք պատկերացնում ենք, որ կլինի, որտեղ մի մասն էլ, որտեղ մենք դա պետք է նայենք, թե որն է աշխատուժի շուկայում իր, աշխատուժի աշխատանքային ռեսուրսների այն մասը, որը պետք է շուկայում նաև աշխատանքի պահանջարկ ներկայացներ ու մոտավորապես մեր գնահատականներով դա էր նախկինում էլ, հա, մինչև 30,000 եւ այլն, ենթադրաբար գրանցված, հա, մասը Անշակ նաև գյուղատնտեսական աշխատանքների մեջ կան բաներ, որոնք որ ըստ էության նաև մյուս հատվածներում կան։ Ուղղակի հարցը նաև նա է, որ ըստ էության այդտեղ ոչ թե խնդիրը նույն նաև միգրացիոն մասերի մասը, ոչ թե խնդիրը մեր հարցումներով մենք փորձելու ենք բարձել արդյոք ճիշտ են սխալ են այդ թվերը, այլ հարցը միգրացիոն մասում հատկապես նաև թե մոտիվացիան արդյոք ունեն գնալու թե չգնալու, որովհետև մնացածը պաշտոնական վիճակագրությունը, որը որ ՎԿ-ն իրականացնում է, դա նաև հարցումների հիման վրա հենց իրենց հարցումները դրա համար պաշտոնականը դա է, որը ենթադրում է մնացած կտորները եւս ներառված են։ Հարցումներ կատարել եք, ինչպես որ աշխատանքային միգրանտների խմբում որ իմաստով թե արդյոք իրանք ներգրավում են։ Այո, կամ պատրաստ են մեկնել երկրից, թե տրամադրված են Դե դա էլ հենց բան, հա, արցախցիների մասով, չէ, ցավոք սրտի այդպես տարանջատում հարցվածների մեջ ունենք փոքր բաներ, բայց դա վիճակագրական նշանակալի չէին, դրա համար ցուցանիշները իրականում նաև